Պարոն Դանիելյանը գնաց, ինչ խոսք պարոն Դանիելյան, եթե լսում եք ինձ, հաճելի է լսել, որ ընդդիմության միակ դժգոհությունը դարձել է Երևան քաղաքի ասֆալտապատման վիճակը, ձեր միակ դժգոհությունը կարծես այսօր այդ մասին էր, և սիրելի ժողովուրդ, ոչ միայն ձեզ, երբեմն նաև մեզ ընդդիմությունը փորձում էր համոզել վերջին տարիների ընթացքում, ասում էին, թե բարեփոխումները մնալու են թղթի վրա, բայց բարեփոխումները ոչ միայն չմնացին թղթի վրա, բարեփոխումները մտան համայնքներ, մտան գյուղեր, մտան դպրոցներ, մտան մանկապարտեզներ։ Մեզ ասում էին, թե դպրոցաշինության ծրագիրը չեք հասցնելու ավարտին հասցնել։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ դպրոցաշինության 300 դպրոցների ծրագիրը տարվա վերջ կավարտվի, կհասնի ավարտին, հիմնանորոգման ծրագիրը։ Մեզ ասում էին ատեստավորման, կամավոր ատեստավորման ծրագիրը վատ ծրագիր է, չի խթանում և չի մոտիվացնում ուսուցիչների կարողությունների զարգացմանը, բարձրացմանը, բայց Հայաստանի Հանրապետությունում այժմ ամեն երրորդ ուսուցիչ ատեստավորված է։ Միջին աշխատավարձը կրթական ոլորտում 85%-ով բարձրացել է։ Մեզ ընդդիմությունը համոզում էր, թե գիտությանը ուշադրություն չեք դարձնում դրական իմաստով, ինչ է պարզվում, պարզվում է, որ գիտության ոլորտում միջինում 200%-ով վերջին ընթացքում բարձրացել է վարձատրությունը։ Մեզ ասում էին ակադեմիական քաղաքը ֆանտաստիկայի ժանրից է, չեք հասցնելու և կյանքի չեք կոչելու, սիրելի ժողովուրդ, սիրելի գործընկերներ, ակադեմիական քաղաքի շինարարական աշխատանքները սեպտեմբեր ամսից կմեկնարկի։ Մեզ ասում էին, թե հոգևոր մշակույթի և ընդհանուր առմամբ հոգևոր արժեքների պահպանման համար այս ազգադավ իշխանությունը ոչինչ չի անում։ Վերջին 7 տարիների ընթացքում, իհարկե ժամանակը չի հերիքի, որպեսզի ես նշեմ բոլոր եկեղեցիները, հուշարձանները, հատուկ պահպանվող այն տարածքները, որոնք ոչ միայն հիմնանորոգվել և բարեկարգվել են, ինչպես նաև այդ ճանապարհները, որոնք տանում են դեպի եկեղեցիներ, բարենորոգվել են հիմնովին, լուսավորվել են այդ տարածքները տանող ճանապարհները։ Եվ մեզ ասում էին խաղաղություն չի լինելու, մեզ ասում էին արժանապատիվ խաղաղություն, բայց խաղաղությունը այսօր է և մենք 7 տարի շարունակ ասում էինք ապագա կա, բայց այսօր ասում ենք այդ ապագան այսօր է և այդ ապագայի և սահմաններին կարելի ասել խաղաղ լռությունը դրա վառ ապացույցը և ցուցիչն են։ Շնորհակալություն։